Ռուսաստանը ես այդ տարեշուն ամեն հանդիպությունների, բայց ասելով ինգերներից է մեջ որոշ աղթեր առաջացավ, ես ուժան բաղթազարներ, բանակեր կապված Մարտան Վարդանյանի, որ այդարում են, ինչու է բանակ այսպիսին, ես էլի օրինակ եմ վերել 1920-ական թվականների Հայաստանի օրինակով, բաց լինելու համար, որ այսօրվա Հայաստանի բանակի վիճակը ոչ մի բանով լավ չի այն ժամանակվա բանակից, հիշեցնեմ այդ ժամանակվա բանակը, ինչպես և այսօր կազմված է Ռուսաստանում գեներալներ ստացած մարդիկ էին ղեկավարում այդ բանակը և անպատի կողմից Հայաստանը վերաբերած Կասի նահանգը այդ գեներալները Ռուսաստանի հրամանով մեկ օրում ազդեցին թուրքերին, քանի որ դա Ռուսաստանի շահից է փոխում, ավելի լավ զինված հայկական բանակը, ավելի մեծ քանակությամբ զենք և զինամթերք, ավելի լավ երկ ունեցող հայկական բանակը Առանց դիմադրություն, առանց որևէ հրապարակություն, ընդամենը միած Բազմանյան անունով աֆիցեր, ինքնասպաներով և թուրքերը նրանք մեր շուտով զենքի խաղում կազմակերպեցին զինվորականից հայեցելով։ Հայկական բանակի այդ գեներալները, իրենց նվիրվածությունը և հպատակությունը Ռուսաստանի ապացուցել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, նրանով որ հայկական ռուսական բանակը նաև այդ հայերով համալրված և հայկական գյուղ էին կամ քաղաք էին ազատագրում, նրանք գնում էին նրանք ռուսական բանակի հետ, և ռուսական բանակը Հայաստան առանց հայերի տեսնելու սկզբունքից ելնելով հրամայներ հետ գալ, այդ նույն գեներալները ոչ մի գյուղ, ոչ մի քաղաք չասեցին, որ մենք ուզում ենք այս հայերի պաշտպանել ցեղասպանությունից ու ռուսական բանակի հետ չկաշվեն։ Նրանք իրենց նվիրվածությունը և իրենց հպատակությունը ռուսական կայսրությանը ապացուցել էին առաջին համաշխարհային պատերազմում։ Ինչ վերաբերում է այսօրվա բանակում, մեր այսօրվա հրամանատարությունը նույնպես իրենց նվիրվածությունը և հպատակությունը ռուսաց իշխանություններին ապացուցել են Ղարաբաղյան պատերազմի սկզբնական փուլում։ Երբ ռուսական բանակը, խորհրդային բանակը հայաթափում էր հայկական հատուտի գյուղերը 10-ից ավելի Դոլավայր, Ղանձաձոր, Վանաձոր, Ալաքյուր և այլ գյուղերը Երբ հայաթափում էր, ասենք, 1968 Գետաշենի ենթաշրջանը, ռուսական բանակում նույն այսօրվա մեր հրամկազմի մեծամասնությունը ծավալում էր ռուսական բանակում և որևէ մեկը որևէ քայլ չարեց այդ հակահայկական գործողությունների դեմ։ Նրանք շարունակում էին գլուխները կախ կամ հպատությամբ ծառայել սովետական բանակում։ Ոմանք հայկական ֆեյսբուքն ապրել են, բայց ռուսական իշխանությունը Եվ այդ գեներալները, այդ հրամանատարները, որ այսօր ղեկավարում են հայկական բանակը, ես ասեմ, որ նրանք իրենց անուղղակի մասնակցություն են ունեցել այդ հայկական, որոշները նաև երևի ուղղակի մասնակցություն են ունեցել այդ հայկական գյուղերի հայաթափմանը։ Որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ծավալում էր այն նույն զորամիավորումում Կիրովաբադում գտնվող համարը չգիտեմ, նույն զորամիավորում, որը Գետաշեննա հայաթափել և այդ ժամանակ զոհվել է Հայաստանի հերոս Տաթուլ Կրպեյանը, այս վերջերս հերոստատությունով տեսա և Տաթուլ Կրպեյանի դստերը ընդունեցին պաշտպանության նախարարություն աշխատանքի, ես ուզում եմ ասել Տաթուլ Կրպեյանի դստերը, որ դուք ամեն օր բարևում եք այն մարդը, որոնք անուղղակի գուցե ուղղակի ձեր հոր համար պատճառ են դարձել, մասնակցել են այդ ձեր հոր սպանության։ Սա այդ մասով։ Երկրորդ մասը ցեղասպանության պահով ասեմ, որ ցեղասպանությունը և համաշխարհային այս շարժումը իբրև թե որ ցեղասպանության ճանաչման այս գործընթացը կնի, հիմնական խոշորտոցը Թուրքիայից բացի, հանդիսանում է Ռուսաստանը։ Հիմնավորեմ թե ինչու։ Քանի որ Ռուսաստանը ցեղասպանության միջազգային ճանաչման դեպքում կկորցնի 1921 թվականին Թուրքիայի կողմից իր շահերը սպասարկող բոլոր այն առավելությունները, որոնք ունի այսօր։ Այսինքն, եթե ցեղասպանության միջազգային ճանաչում տեղի ունենա, ասենք հայերեն ինչ-որ հող տան այդ թուրքական տարածքներից, Ռուսաստանը Թուրքիան այլևս որևէ պատճառ չի ունենա սպասարկելու Ռուսաստանի շահերը 1921 թվականին պայմանագրով իր վրա վերցած ռուսական շահերը սպասարկելու։
Եվ այստեղ թուրքերն ու ռուսները դառնում են բնական դաշնակիցներ հայկական ցեղասպանություն միջազգային արենաներում խոչընդոտելու համար։ Եվ այսօր, երբ հայկական իշխանությունները ցեղասպանության հանրամերկի կապակցությամբ հրավիրում են Թուրքիայի նախագահային, Ֆրանսիայի նախագահային, ոչ կարող է իրենց լեզվով ասած իրենց գործիքներն իրենց ռազմավարական դաշնակից պետությունից առաջին հերթին պահանջեին ցեղասպանության միջազգային ճանաչումը, առաջին հերթին իրենց դաշնակից Ռուսաստանից նախագահային հրավիրեին Հայաստան, որպեսզի հայկական ցեղասպանությանը տարբերակը նշվի եւ նրանից առաջին հերթին պահանջեին ցեղասպանության ճանաչումը։ Փաստը որ Ռուսաստանը չունի նման ցանկություն, ընդհանրակը իր շահերից չի փոխում ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Եվ երրորդ որից ուզում էի խոսալ, հերթով նորից դիտեցինք Տարո Մարգարյանի պատասխանը Շան Հարությունյանի ասել, մենք դուրս եկել ենք փողոց նոյեմբերի 5-ին, որովհետև մենք գիտակցել ենք, որ այս իշխանությունների բառած անարժե համակարգ, որևէ բան չասող քաղաքականությունը Ռուսաստանից Եվրոպա վազելը, Եվրոպայից Ամերիկա վազելը եւ նույն տիպի վարվում էին 1920 թվականին մենք ունենք փորձը, երբ 2000 ժողով մեկը Եվրոպա է ուղարկում, մեկը Ռուսաստան, որևէ սեփական արժե համակարգ չունենալով, վազվզելով Հայաստան գործին, այսօր մենք նոյեմբերի 5-ից արդեն դրանից առաջ դնում ենք այդ վտանգը, այսօր այդ վտանգը արդեն օրեցօր մոտիկանում է եւ մեր պայքարի մասին է խոսքը եւ նրանք զգալով, իշխանությունները զգալով մեր ասելիքի վտանգը հրահարեցին այդ ընդհանումը եւ մեզ բացակեցին փակելով մեր վերամեր էսպես ասած։ Ես հիմա շարունակեմ չանեմ։ Ես քաղաքապետը հայտարարել որ Շան Հարությունյանը կարող է միանալ։ Ես ասեմ որ քաղաքապետը ինչի միանա Շան Հարությունյանը, իր պատմությանը երբ այստեղ նստած ամենին եկ սևակ մնացականը որ 150 դրամով այդ պայքարի ակտիվ մասնակիցներին այստեղ նստում են այդ երիտասարդները միշտ շնորհակալություն իրենց որպես գալիս են աջակցում են այդ 150 դրամի պայքարով երիտասարդներին։ Այդ դրանց պատմությանը կար միանալ Շան Հարությունյանը, երբ ինքը կմկմանով ձայնով հայտարարում է իր հրամանի լավ, մի կաչ բանեն ասեմ, որ եթե ինքը ուզում է, որ իրեն ինչ-որ մեկը միանա, իրենց տնօրենների պայքարի մասին է խոսում։ Թող Տարո Մարգարյանը ԱՄԿ-ի ծրագրային դրույթների առաջին կետը, ոնը բացարձակ ինչ-որ միտեղ հայտարարել։ Կարադառնամ արտակարգ թեման։ Այդ արտակարգը դեպքում որ ասում եմ, պաշտոնական տվյալներով 40,000 մարդ բարեկամ Հայաստանը, բայց դա ոչ մեկ սենց չի պատկերացնում, անձամբ ես պատկերացնում եմ սենց քաղաքը, որտեղ ես ապրում Մասիս քաղաք։ Ունի 20,000 բնակչություն։ Ու պատկերացնում եմ մի օր առավոտ դուրս գամ մուտքից ու տեսնեմ Մասիս քաղաքը դատարկված։ Խամին փչումով փողոցներով ուսանողները բաց, բետոնի շուն չկա։ Ու մատերին գրած է։ Այստեղով անցել են թուրքերը, կամ էլ ամենմար թող ինքը մտածի, թե ինչ կգրի գնալուց առաջ։ Դուք մեզ մեղադրում եք հուլիգանության և իշխանությանը դիմադրելու մեջ, ճիշտ է։ Դուք ես մեղադրում եք իշխանությանը, դավաճանության մեջ, սահմանադրական կարգը խախտելու մեջ, պարզաբան է։ Իշխանությունը նենց մտնոլորտ է ձևավորել Հայաստանում, որտեղ քցնելը, խաբելը, փողը աչքինը, փողը, խաբերությունը, դավաճանությունը, դրանք սարքել են արժեք։ Մարդիկ նայում են, եթե խաբում ես, փողում ես կամ պաշտոնում ես, ուրեմն կողմար ճանապարհները կանաչի։ Դա բոլորն են տեսնում։ Դա դավաճանություն է, ես տենց եմ։ Մեղադրում եմ այդ մտնոլորտը ձևավորելու մեջ առաջին հերթին։ Դες սահմանադրական կարգը խախտելը շատերն են նկատել ու նույնիսկ են ապկան, թե լեսբիորեն եղած եւ այլն, ամեն ինչ խախտվում է։ Լեսբիզելը դիմում է ամեն ինչ։ Ոստիկանությունը քայլեր է անում, հատուկ որ փակի, կալանավորի կամ հեռացնի երկրից,
պիտի ասած մոբիլիզացնի հայրենասերներին, ազնիվներին, դրա դիմաց իրանք ճանապարհներ են բացում իրականում խուլիգաններին, զրպարտողներին, փողը մեծ դերախաղում է երկու մարդկային հարաբերությունների մեջ, որ դա արդարության հետ կամ արդարադատության հետ կապ չունի, բայց տենց է դրանց ձևը։ Այդ սիստեմը ձևավորել է իշխանությունը։ Ես կասեի ոչ մենակ այս իշխանությունը։ Դա այլև շարունակական գալիս է ու դրա դեմը ծև անում։ Մենք տենց ենք գտել ես ինքս, որ իմ քայլերով, իմ գործողություններով կանխել ենք ամեն ինչ, որտեղ ես ես երկրի քաղաքացին եմ, իմ երեխաները մեծարանում ես երկրում, ուսվային երկիրն է, իմեսին չեն կարող հետասնել սերից։ Ես փորձեմ հեռացնել նրանց, ովքեր խանգար են ես։ Հիմա իրավիճակները նենց է, որ մեր ուժերը թույլ է, բայց գտնում եմ, որ ժողովուրդը ուտեղ հասնում են կամ իրավիճակ կարող է այնքան կհասնի, որ 18-ին։ Մարդիկ, այն ամենավերջի պահին ինչ-որ մի բան վերցնում են ձեռնեք, ինքնապաշտպանվում են։ Ես ինքնապաշտպանել եմ, պաշտպանել եմ իմ երկիրը։ Ինքս էլ ինքնապաշտպանել եմ երկրի մեջ, որտեղ պատերազմը կամ այդ կռիվը կամ այդ գաղափարական կռիվը հասել է իմ տուն։ Հիմա էլ մտնում ամեն մեկի տուն, մեկը զգում է, մեկը չի զգում։ Ոստիկանությունը մի տունավոր անում է տես գործողություններ, փոքր, ես ասեմ, տեսնում եմ անձերուց չապատար։ Ամենաչնչին, աննշան անգամ, շատ դեպքերում բերել փաթաթելով, մարդը մեղք չունի։ Դատում են, մեծ հոդվածներ են դնում, եկեք դատական համակարգն է անում, որովհետև լավ կուսեք ինչ մեծ հակատար։ Չմտածելով կամ գիտակցելով, որ խեղում են ընտանիքներ, թե կայացած, թե չկայացած երեխաների ճակատագրեր, ու այդ բեսպիզերի արդյունքում իրանք վստահ են, որ չեն պատժվել։ Բայց պատիժներ տարբեր ձևի արյուն, թե աստծու կողմից, թե հասարակության կողմից, թե մեր նման ընդդիմադիրների կողմից։ Հենց որ շատ հատկային թողչներ ես իշխանությունները, մեկը մենք ենք կրել։ Ու ամեն մեկը պատասխան է տալու։ Եթե հիմա մենք ենք գտնում դա բարանը, դա ոչ մեկ գարանտիա չունի, կարող է եւ իրավիճակ։ Որ մտածեն ամեն մեկը ինչ քայլեր է անում ու ինչ պատասխան է տալու իր արած քայլերին։